Բարի լույս, մենք գտնվում ենք Իջևանի Ենոքավան գյուղում, Աստիվերի շրջակայքում ներքևում գտնվում է Խաչաղբյուր գետը, մեր նպատակն է իջնենք գետի մոտ ու գետի հունով բարձրանանք մինչև ամենավերևը ու ակունքից մի փոքր ջուր խմենք ու հետ գանք։ Ես Գոքորի հետ եմ, Գոքորին շատ լավ ազգում, այո, լրիվ տուրիստ է դառել ու տենց ամեն ինչ պատրաստ է, այս ուղղությամբ շարժվում ենք դեպի ներքև ու տենանք ոնց կլինի։ Օրը շատ լավն է։ Ասեմ, այսօր հունիսի 22-ն է, ժամը 4-ի մոտերն է։ Ինչ մնում մենք ծոմին կորցնեինք, հենց նոր 4:21 կորցնում ենք իրան։ Ես մոտ նեղելիք արահետով գնանք, հələ գետնի չենք հասել։ Նորից հասնում ենք։ Ժամը 5-ն է, վերջապես հասանք տեղ, մենք ինչ սիրուն կայքոտ տեղեր է։ Մեկ ինչ սիրուն կայքոտ մարդ է։ Ու ցույց է շարժել տենք ինչ կա։ Այս սիրուն տեղը մի քիչ լկստվեցինք, ֆոտոմոտո արինք, հեսա կտնենք այդ ֆոտոները ու ճանապարհը շարունակում ենք։ Թրջվելու գնով մի կերպ ջուրը անցանք գետը էլի, պատկերացրածից շատ ավելի բարդ էր, բայց դե հաջողվեց անցնենք։ Դու մի քիչ քայլեցինք, կոլայի ու ֆանտայի ծառ գտանք, հիմա նստել ենք, հանգստանում ենք, ուզում ենք խմենք։ Մի քիչ չքայլեցինք, տանջվեցինք մամրոտ թաց, ասենց վերտիկալնի դիքը բարձանալով, մեկ է տեսանք կոլայի ու ֆանտայի ծառ, մենք է ծառով մեռնում ենք, որտեղ ջուրը հանգարց գցել էի ձորը։ Ոբշեմ կպել է։ Գոքորի թեթև ձեռով մեր մի շիշ ջուր ընկավ ձորը։ Տենց ահավոր բարդ տեղեր է։ Ճիշտ է, այդքանը բարդ չի, ուղղակի բարդացնում ենք, բայց դե իրական դժվար անցնել է։ Լրիվ ջունգլիները կանադա։ Ծաղին քայլից հետո մենք թույն տեղ հասանք։ Ասա։ Երևի ստեկ մի տեղ պալատկա կխփենք, սամանից արևելա մայր մտնում, հասցնենք փեդմե ճաշմաշ ասկոմ ենկոմ։ Ցեխերի միջով անցանք, ոտերն է սաղ, տենց ինչ-որ բանում մեջ կորել է։ Երևի մեր լագերը ստեղ խփենք, Գոքորը մանես լողանալ, շում ամեն ինչով ընտիր տեղա փեդը կա, ջուրը կա, լողնալու հարմարությունները կա, որ այստեղ էլ հիմնավորվենք։ Գոքորը փեդը հավաքում, ես եմ մի քիչ այս խոտերից քաղեմ, տանենք պալատկի տակը դնենք, որ փափուկ քնենք։ Խոտերը արդեն հավաքինք, նույնքին շատ է, սա փռմենք պալատկի տակ, ոսից քարքրոտը տակը մեջ մեզ սավցնելու է ու ուրախ զվարթ քնենք։ Գոքորը դեռ հետ մեդ է բերում, ուժեղ Գոքորը։ Տեսարն ես կծեցի կիսվեց փեդը։ Քիչ է, բայց եկոլը կտանենք։ Քիչ չի դու։ Դա տղերքը լողնում են, գյուղը տղերքից են։ Ու կարմրախ հայտնվում բռնեն։ Արդեն 9-10 պակաս է, մութը մանից ընկնում է, բայց մեր մոտ ամեն ինչ պատրաստ է։ Պալատկեն խփել են, կրակարած է, հագին փեդ ենք հավաքել։ Իսկ գնացի մի քիչ մեր համար ուտելու սունկ հավքեցի։ Գոքորը ինչ-որ կապի է սարքում։ Ստե կարմրախայտ կա էլի գետում, կա այդպես մարդ էս բախներս բերի, մենք կարմրախայտ խփենք։ Առիթից օգտվելով հաջողություն եմ ասում բարեկամներից, որտեղ երկու հատ պատճառ ունենք գիշերը չարթնանալու։ Գետի հունի հենց մեջտեղում է մեր պալատկեն, ստեի ապրողները ասցին կարողա վարարի գետը շուշուտ ալնու
ու մեկը ասցին, որ արջեր կա, ստես անտառներում նենց որ երկու հատ ռեալ արդ առավոտը չլուսացնելու պատճառում։ Տղերքից մեկը ասի իրեն գիշեր ստե մնացել են, այս վերևով արջը անցել էր։ Բայց դա անցած տարի եղել, ինձ թվում է այս տարի չի գա։ Արդեն 10-ից կեսա ճաշմա սարքել ենք, վերմիշելով սուպ ենք սարքել, ասինք ենք խաշել, ու սենց կրակի կողը նստած, հավեսով հաց ենք ուտում։ Բայց ես էլի մեջ բերում ունեմ։ Ասա։ Գետի ջրով ենք սարքել մեջն է, գալինա բլանկա ենք գցել որ համ տար, բայց համ չի տվել, ինձ թվում է գետի ջրի վատ հոտն է մենակ տարե։ Բայց էլի բան է, բայց համով ա եղել։ Ասա ամեն ինչ ունենք պանիր, էս էլ ինչ աշնա։ Հələ էս էլ։ Այս արաղ ենք լցնում խմենք։ Ոშ մամեն ինչ ընդիրա, ստե մեր շորերն ենք չորացնում։ Աշում հրաշալի, հեսա կա ուր որ է անձրև գա, բայց հուսանք չի գա։ Ինձ թվում է մեկը ինչքան կա։ Նավսակից sense պալատկեն ծածկել ենք ամեն ինչը, ոշում ցենտր տրամադրությունը։ Դե մեզ բարեխորձեք։ Ժամը 1-ից կեսա, մի քիչ առաջ որոշեցինք գնանք շրջակա տարածքը նայենք։ Դե մանեն գալ տեսենք մի 50 մետր են կողմ, երկու հատ տենց ինչ որ կենթանու հետքեր է, մեծ օթաթեր է։ Շում տենց սիրտներս կանգնում եկել ենք գրակի մոտ նստել ենք, որոշել ենք գիշերը չքնենք, sense պակություն ենք անում։ Ու էլի ես իմ մեջ բերումով։ Դրանից մի ժամվա ընթացքում անընդհատ վանալիկը վեկալում էի, մի 10 րոպեն մեկ կողքերը նավսակի նայում էի, ծոմը ասում էր, «Խես վախեցած նայում, ինչ պետք է լինի»։ Գնացինք հետքերը տեսանք։ Չասեմ ինչ եղանք։ Մա 3.5 ժամ բան եմ մնաց, մինչև առավոտը ժամը 5-ը sense լուսացնենք կրակի մոտ, փեդրնել է հեսա մանից պրսում, ու առավոտը հելենք տենանք ինչ կենթանի է վաբշե հետի։ Արժի մնանք թե չէ։ Նա դրա հետքերով գնանք, կամ մի օր էստե կմնանք, կամ շատ կվախնանք ու հետ կդառնանք։ Ինձ թվում է հետ կդառնանք։ Ես ամեն ինչ կանեմ, որ հետ դառնանք։ Դա լավ, առավոտը կասենք ինչ պատահեց մեր հետ։ Արդեն 2-ից կեսա մեր մեջը վախը մի կերպ հաղթարեցինք, լուրջ հոգեբանական աշխատանքներ կատարեցինք մեր վրա ու տենց արդյունքում որոշեցինք որ պալատկի մեջ մնանք, այս մի 2-3 ժամը քնենք, ինձ ոչ բան չի պատահի։ Կրակը լավ ուժեղացրել ենք, ինչքան փեդ ունենք լցրել ենք վրան, որ գել գազան մեզանից ապշե տենց հեռու մնան։ Սա մի երկու բան է գոքորը մեջ բերի ու տենանք ինչ ենք անում։ Ասա գոքոր։ Այս անգամ ես բան մեջ չեմ բերի, ուզում ենք քնենք թե չէ, չգիտենք։ Առավոտը կզարթնենք թե չէ, դա չգիտենք։ Բայց մեր հոգեբանական վիճակը հանգստացրեցինք, դա գիտենք։ Всё, դե լավ, բարի գիշեր, կհանդիպենք առավոտ ժամը 5-ի կամերը։ Դավայ։ Բարի լույս, առավոտվա ժամը 10-ն է։ Այո, անակնկալ, այս անգամ ես եմ սկսում, որտեվ երեք ամենաանհանգստացածը ես էի, այսօրը ամենաուրախը ես եմ, որտեվ բարով խերով արթնացանք, ոչ մի բան չեղավ։ Այսա եկել ենք մեր երեկվա տեսած հետքը որ նկարենք, արդեն մի քիչ ջնջվել է, բայց երեք բարձ երևում էր, բայց 5 հատ մատերի տեղերը կա, բայց երևի տես ինչ կենթանի հավա է մեզ է թվացը, հավա այդտեղը պանիկայի մեջ ենք ընկել, ոչ մի բան չկա։ Զենք, զինամթերք ենք վերցել ռագատկը, հել ենք որս անենք, բայց ծտերը մեզանից չգիտես փախնում են, հետո բարի նպատակներով ենք ուզում իրանց որսենք, այնքան հացուցենք։ Այս ֆրֆրան տենանք, ինչ ենք խփում, կանանք ուտենք։ Այսպես ծիճկած ենք որսենք, բայց դրա տեղը մի 10 հատ խխունջ բռնեցինք, Felix Lucoruma, մա խխունջով ճաշ կեփենք ու ձեռեթե էլի սնկով սուպ կեփենք, այսի մեր ավկած սունկն է, այս թույն բամ պի ստացվի։ Ուժները հերթով գցում ենք երասած ամանի մեջ։ Արա ոնց է կուչուրա, բայց դա Սա մի քիչ ջիարա, մեջից հելիմ էլի ու սկսենք ժարի տանելը։ Վերջում ես սունկը գտնենք կեփի։ Եվ այսպես մեր խխունջը արդեն եփած է, հիմա մենք չամեմունքներ լցնենք վրան ու ժարի տանք։ Տեսնենք մի քիչ կարմիր բիբար։ Մի քիչ սև բիբար ենք լցնում։
Շատ լցվեց, մի քիչ աղ ենք լցնում։ Ձեթ ենք լցնում ժարովնիկի մեջ։ Ու սրանք սա տեղավորում ենք մեջը։ Ու ժարովնիկը դնում ենք կրակի վրա։ Ասում ենք 15 րոպեից արդեն պատրաստ կլինի։ Եվ այսպես մեր հարգելի Արտյոմը վերջապես սարքեց պրծավ իր ախխունդիկներին, սիրուն ձևավորելա, դրելա, հեսա սկսելու ենք ուտել, բայց ուտելու պրոցեսը Արտյոմի ուտելն ենք նկարելու, որտև ես կյանքում չեմ կերել, չգիտեմ, կարող է կադրում սիրուն բաներ չլինեն, որ ուտեմ խխունջները մեր։ Հա, ասում են սիրուն խխունջները։ Արտյոմը մեր։ Ռեհան ենք ուտում։ Վերցնում ենք երկրորդին։ Հա, համովա ընտիրը։ հաստատ։ Հələ աչքերիդ մեջ նայենք, չի խապում։ Լավ, հեսա ես է փորձեմ ու արդեն հետո տպավորությունները կասեմ։ Ընտիրը։ Փեդի սունկա վեշենկա։ Մենք մեր պալատկեն հավաքեցինք, վեշերը հավաքեցինք, ընգանք ճամփա, պրոստը ճամփենը անցնում է այս գետով, գետի մեջով հիմի բարձանում ենք վերև։ Ոչ իմ սենց ուղեղ գնանք, ինչը մետ հարմար տեղ գտնենք, ընդ պալատկա մալ գտնենք, այս վիշեր են դրանք։ Արտյոմը մոռացավ ասի, ստե մի քիչ առաջ ասցին մեծ տենց լճատիպ բան կա, գետով ուղիղ չենք կարանա բարձրանանք մինչև վերջ, պետք է շրջանցելու ճանապարհ գտնենք անտառի մեջով, ստեղ է մաքուր խմելու ջրի աղբյուրը, հեսա կհավաքենք մեր ջրերը ու կշարունակենք ճամփեն։ Դանդաղ։ Այդ փեդը խրի ջրի մեջ նոր արի։ Չեմ կարա։ Կարաս հավատա ուժերից։ Ջրի մեջ սկենք, ինչ ունեք կտրցվեն։ վտանգավոր չէր, պրոստը նենց է անում չթրցվեին։ Եկել է ֆոտո անես սիրուն տեղը ու չեք հավատա ինչ բռնեցի։ Այդ կարմրախայ ձեռով, այսպես բռնեցի։ Սիրուն տեղն էլ էսա։ Էսա մեր կայր։ Այս կիսասը հատկացը շարժումը, բայց է կարևորը բռնեցինք։ Էսա տանը խորված անենք ուտենք։ Մի
60 աշան թեքության դիք ենք բարձամ ու լրվել ենք դիքի կեսին։ Գոքոր են վերևից չի կարող միշնի։ Ես էստե իրան եմ դիմավորում։ Ու սենց թեքությունը տակով է գետնա գնում։ Ոչմ լստեղ ենք։ Սա իշտենք ներքև։ Արդեն ժամը 5-ն է։ Շքայլուց հետո քիչ թե շատ հարմար տեղ գտանք։ Սա երբ այս տարածքում ես ենք շմաքրենք, բալոկեն ստեղծենք։ Դողոտ ես հարմար լողանալու տեղներ կանենք տները, պեդալիկն է։ Աշուն մուսնումա հարմար տեղը, ստե կարանք լրվենք։ Մանից փորձում ենք կրականենք, ստացվում է, ասում ձև չուներ ստացվելու, հետո առաջի քայլերն է, ապրիգոքորը, ամեն սկսում է սենց պուճուր կրակից, ասում մեր կրակը մանից արդեն ուժեղանում է, ապրիգոքորը, լավ կրակը կարում անի, ասում ինչ կրակը ուժեղանա ու են մեր բռնած կարմրախայթը վրան դնենք խորված անենք։ Եկավ Արտյոմը ձկնորսությունից և հիմա նայել ես որ ճմպելու։ Չորսա լավուշկա եմ դրը, 6 հատ, լավուշկա եմ դրը ու կարմրախայթ բռնենք, առավոտը կտենանք, լավն է թե չէ, մեզ ես գիգանսկի ճկրոյի բռնեն ճկրով սարդեցին։ Շորցիկով ու իրա շորերն էլ արդեն խրված։ Խմելու ջուրերի չունենք, ստիպված գետի չունենք, խմում, ոսեք օրինակ ծաղր։
Քաղցրը ուղղակի թակ է։ Ես հենց մտածում եմ, խմեմ թե չխմեմ։ Որ վաղը հետ չգնանք գյուղ, ուրեմն գետի ջուրն էր սաղ այս անգամ, ոչ թե գայլերը։ Դե նորմալ քաղցր ջուրը ուղղակի տակոտ է մի քիչ, ողանալու ունի ջուրը։ Խնդրեմ ոչ մի։ Խմել թե չխմել, դա է խնդիրը։ Ահա եկավ կարմրախայթը ուտելու ժամը։ Որոշեցինք ոչ մասը գոքորի համար խորոված անենք, իսկ մնացածը իմ համար ժարի տանենք։ Ասենց այսպես կտրում ենք, քան որ գոքորը շատ չի սիրում։ Այս մասից սենց կտրում են։ Գոքերի թե չես կտրում։ Հա, լավ է։ Всё, փոչը պատրաստ է։ Փոչը պատրաստ է, սա արդեն սարկած պատրաստ վիճակում ցույց կտանք ու մինչև նախքան ձեկելի հենց։ Չէ, սարկած պատրաստ վիճակում մի հատ է ուտելուց հետո։ Հա, տպավորությունները։ Всё, դե սա սարքենք ու կապի մեջ չկորեք։ Համով է, համով։ Համով է, համով։ Կծի մի հատ։ Չէ, հələ չէ։ Այսը լավ, գոքորին է սարքվի, նոր ետ դնենք ուտենք։ Չէ, իմը եղել է, կետ։ Դե արի ուտենք։ Եկա։ Այ փասունացավ ուտելու պահը։ Հենց մոտ։ Կփալով էլի։ Կիսվեք ձեր տպավորություններով։ Տեսնված։ Շատ մուրցի համին նման է, բայց ավելի համով է։ Պապուկ, քաղցր։ Էսա լիմը, հեսա ես եմ սկսում։ Արդեն 10-ից կես է, այսօր գիշերը շատ մութ է, եւ անտառի մեջ ենք ծառը մարը փակման, երկինք ընդհանրապես չերևում։ Որոսի կրակ կողմը մի նստենք, ու այսօր շուտ քնենք, կամ բատարեի լույսն է նստում, ու գիշերը առանց լույս վախենալու։ Համար շուտ քնենք, որ շուտ անցնի օրը։ Բայց մի հատ բայց այսօր որոշել ենք մեր օրը հետաքրքրացնենք, քանի որ վաղը հետ ենք գնալու գյուղ, կարանք մեզ ճոխություն թույլ տանք ու քնելուց առաջ երգ լսենք, հենց որ պարկելու ենք երգ լսենք ու քնենք, հենց կաներ։ Արդեն 10:20-40 է, այսօր որոշել ենք շուտ քնենք, ոչ թե վնոջկեքի մեջ չգնենք, թե ինչ-որ կենթաներ գալու են մեզ ուտեն, բայց այդտեղ շուտ պարկել ենք, վայելում ենք գիշերը։ Տենց գոքորն է ներվայնությունից ծխում է, անհանգստությունից։ Ճամը խափում է, ոչ ներվայնությունից, ոչ անհանգստությունից, գլուխս ցաված որոշեցի ծխեմ նոր քնեմ, չգնացինք այսօր երեկվապես շրջակա միջավայրի զննման, որ այսօրը հետքեր չգտնենք, վախենենք։ Տենց մեր համար հանգիստ ներվերով պարկում ենք քնելու։ Բարի լույս։ Առավոտը ժամը 9-ն է, եկել եմ թալակների ստուդիան, տղամ ինչ կա։ Հեսա այստեղ, այս գյոլում, մի քանի թալակ եմ դրել։ Եթե կարմրախայտ բռնվի, ինձ կլինի։ Բարև ձեզ, Արտյոմը գնաց ստուգեցիր թալակները, ոչ մի բան չկար, հիմի էլի է կապում, տանի ուրիշ տեղ գցի, երկու ժամում ուզում է մի բան բռնի։ Ես մի քիչ բողոք եմ այս գիշերվանից,
Անցած գիշեր շատ լավն էր մեր տեղը, փափուկ էր, համ ավազի վրա էր, համ է տակը բան էինք դրել, լավ փափուկ էր եղել։ Այս գիշեր ստեղես տերևների վրա էինք, սկզբում փափուկ էր թվում, բայց գիշերը բարձվեց, որ անհարթ է, տակն իմ տակը կոնկրետ մի հատ քար էր մնացել։ Ինչ արդյունքում տեղած արթնացել եմ, մկաններս բռնված է, քիթս փակ է, ոնց որ մի քիչ մրսել եմ, մոծակները կծել են, սա ուռել է։ Ժամ 1:30-ը պալակին արդեն հավքել ենք ու մանից ուզում ենք իջնենք ներքև։ Քիչ հուսահատված ենք, որ ձուկ չկարողացանք բռնենք, բայց դե շարունակում ենք։ Պալակի հետքերը մեր հետևից հետքեր չենք թողել, սաղ վառել ենք ու գետեղությամբ իջնենք։ Կոկորը մարտական տրամադրված։ Գնացինք։ Արդեն 4-ի կողմերն է, տրամադրված տուն ենք ուզում գնանք, հետո ճամփեն եղանակը միանգամից վատացավ, ծովի վրա անձրը կգա, ու որոշեցինք մեր 3 առաջովա տեղում մնանք, քանի որ սա տեղը արդեն պատրաստ է, ամեն հարմարություն կա։ Այս գիշերը այստեղ կմնանք ու շարժենք արդեն տուն։ Ոնց է շամշադին երևի։ Ալե, հոպ, կրակը պատրաստ է։ Ենք պետք լստում։ Ձեռը կապճոնի ենք դառնում։ Ապագա խորոված, սա սրա վրա։ Հենց նոր մի հատ մեծ սիրուն գործ բռնեցինք, հեսա տանենք մաշկենք, խորոված անենք ու ուտենք։ Այ, գյոլից բռնեցինք։ Այսի ոնց որ որցած, շա եքան դե լրված է, հեսա միջ հետո գնանք եքինը բռնենք, որ ամեն մեկս գոնը մի հատի կանանք ուտենք, կշտանանք, էլի։ Մի խոսքով ծոմը այսօրվա հերոսն է ու հասավ իր նպատակին։ Ստե որտեղ մենք մեր պալատկան ենք խփել, մի հատ տեղ կա, որ մենակ այդտեղ է բռնում կապը, հեռախոսի, ու կես միլիմետր էսկոմենկոմ ես անում, կապը կորում է, հիմա Արտյոմը այնտեղ հեռախոսը հարմարացրած փորձում է խոսա, նայեք։ Ծոմը ուզում է արդեն սկսի գործի հարցերը լուծել, գնանք տնանք ինչ է անում։ Գործին մորթոլու համար նախ է վարած, պետք է գործի գլուխը կտրենք։ Հիմա անում ենք էդի։ Ձեռները բրդում է։ Հիմա գնաց։ Всё։ Դաժան Արտյոմը։ Աղիքները բացել է, փորը մաքրել բանը ցույց տանք, որ շատ չզզվեք, որ մեզանցի չզզվեք գործից հետ։
չասեք, էսից դաժան եք վա, այն բնապահպանները կան էլի, տենց։ Բայց մի հատ Այսա։ կտրած գլխով գործին ցույց տանք։ Հա։ Զոզվելի չի, նորմալ է։ Մեզ կներեք դաժանության համար, բայց դա սոված սատկում ենք, ինչ անենք։ Մի հատ կտրած գլուխը ցույց տանք։ Դնում ենք գորտը, քիչ ուրան սևի բար ենք անում, քիչ կարմիրի բար, աղ մի քիչ, ձեթը, դնում կրակի վրա, մի փոքր ենք հացակ տակոնա, հալի շարժվում ալի նայ, բայ կորանան ես, ու դնում ենք լեչը, Զոզվանք ես ինչ ես անում, հələ սաղա, ասի փագում ենք սենց, ուգր են մի հատ ինչ-որ բան ենք դնում, չէ, սեմը չկան ուր ես դնում, լավ այս կարի կտորը դնենք, ասը մի 10 րոպեից եղած կլինի արդեն, ու ուտենք, ստոպ չեմ տալու, չէ, թոտեղ տենան կադրից դուս ինչեր ես անում, Վաու, չարի շրջել չի ակարակում, ես իմ ինչ թվում արժե, են տլորների ինչ ես, նեմ, ոտերը, այս սարանում ես, դարավ, ոնց որ հավից ուտել մի տեսքիչ, Всё, պատրաստ է, արդեն կանենք, սկսենք ուտելը, բայց մի հատ ուրիշ գորտի ձայլ անդուց գալի, հեսա դրա հետևից է կգնանք, հեսա, Սա փորձենք ու կիսվենք տպավորություններով, եթե ես փորձեմ, բայց հոտը լավն է, ընտիրը, Всё, արդեն կանենք ուտենք, գոքորը աչ ոտի կեսը մայնակերով շգդեմ խիզզվեց, բայց շատ համով է, չէ, չզզվեցի շատ համով էր, պրոստը ձիլիկատեսը պիտի քիչ ուտես, որ համը չհանես, բայց ոնց որ ձկան ու հավի խառնուրդ լներ հետաքրքիր շատ, հեսա բուդա, Ատես, դոնը, ապրի սարքողը ու բրնողը, ապրի բրնողը, սարքողը, ուտողը, նկարողը, նայողը, Ռոմի պապը, Հիմից ամանդաղա, որտեղից որ առաջի գործին էր բրնե ու որտեղ որ երկրորդին էլ էր տեսը, Իմի գնամ իրա մոտ տնամ երկրորդին կտելա, թե չէ, ու ամել դուք կտենակ, թե որտեղ էին այդ գործերը, անց կարկարոտ է խոսում եմ դղրտում է, ձենս դողում է, ահա և ծամը, աղիքերը մաքրելուց են մեկի փոր մեջ իկրա կար, պաստոն էքեն էր, որցեսյա, որցես գացել է, որ էքը չկա, ստիպած գնացել է ուրիշ աղջկերքյա ման այստեղ էին,
Ոչ բան չկար։ Բայց այն մի կողմից էլ էր ձեն գալիս, հիմա թե մեկ ենք ունենք ֆրանկ ունենք։ Ինչ կա, ոչ նկա։ Ձուկ բռնելու մեծ ախորժակ ունենք, դրա համար ստիպված մատ թել մանեկան գտանք, որ ձուկ բռնենք, պապլավոկ չունենք, պապլավոկն է սենց քիչ պապլավոկ սարքինք։ Տոպրակից։ Հա, տոպրակ էլի։ Ու դե կեռենես հետս միշտ ման եմ տալի ամենտեղ։ Ու ճճունն է շատ դժվար ճարելը, բայց էլի գտանք։ Այդպես հեսա տանենք փորձենք, եթե վաղտներս բերի, վաղը արդեն կարմրախայթը կբռնենք։ Ահա եւ ճիճուն։ Հաջողություն ինձ։ Հաջողություն քեզ։ Բարելույս, արդեն 10:30 է, մի 3 ժամ ազարթնել եմ, բայց հələ գոքորը խորը քնած էր, գիշերը շատ է գործարը հոգնելը։ Ասում լոքշից չգիտեի ինչ անել, որոշեցի գոքորը համար մի հատ սյուրպրիզ անեմ, այսինքն սեղան եմ գցել։ Սասինսկի ամեն ինչ կա, ստե լավաշն է, այս տնական արախ, պանիր, աման չաման։ Կրակի վրա եմ ասես վերմիշելով ու սասինսկիով ինչ-որ ճաշ եմ սարքել, ասում մի 10 րոպեից ձեն տամ հետն իր հետ ուտենք։ Եղանակը էլի վատնա, բախտներս չբրեց, արև չարեց, այդտեղ նորմալ լողանանք, բայց դե կարևորը ցուրտ չի։ Արդեն նստել ենք ուտելու, ծոմի գցած սեղանի շուրջ, ամեն ինչ պատրաստ է, շատ համով է։ Որոշեցինք մի բաժակը հետը խմենք դիզինֆեկցիա։ Ողջ հեռուստադիտողի կենաց, այսինքն բանի էլի, Facebook-ա դիտողի։ Անուշ Ժամը 4-ի կոմերն է, տունտեղ հավքինք, ուրախ տրամադրությամբ իջնում ենք ներքև, մեկ եմ պահ, լեքյատը պրծավ ու սկսվեց դառը իրականությունը, ահա, գեսը ու գետը սկսում աստեղ, սկսում է քարքարոտ անկապ ինչ-որ վիճակներ, կայլենք ուտենք իշկ էլ հետաքրքիր։ Արդեն 7:22 եմ, մենք վերջապես հասանք գյուղ, հարազատ վայրերում ենք, տատիկենց պապիկենց տանը, հասել ենք գյուղ, երջանկություն մի քանի բաժակ տնական արախ խմելուց է, ոչ թե։ Արմանա փախն մաշումնա, կովը հղի այսօր վաղուտի ձականի, ուզում ենք գնանք տնանք ինչ վիճակում, մի քիչ խոտ տանք։ Սա թութ են թափ տալի, որ արախ քաշեն, միշտ տարել ես մի արաղակ խմենք, տեղ արաղակ քաշվում, կովը ստեյք մի տեղա։ Ձեն կսպեց, հավեր մավեր։ Այս է կովը, այսի կովի չմասի ինչը։ Անունը կարմիր թե ծաղիկ։ Սիրուն։ Ով սիրուն։ Անունը սիրուն է։ Այս եղաշկից վաղը ձակ կանի արդեն։
Ճանապարհությունը շարունակում է, եկել ենք Շամշադին ձուկ բռնելու, կայֆոտ եղանակը, ընտիր բնություն, Կոկրուստը ֆոտոմոտո է անում, սիրուն տեղը, խիտ անտառներ, վերջում ցույց կտանք ինչքան ձուկ ենք բռնել, արդեն մի 15 հատ բռնվել է։ Արդեն ժամը 2-ն նոր հասանք տուն, բռնել ենք 11 կիլո ձուկ, որի մեջ ընդամենը մի հատ կարմրախայտ, երևի մի 4 կիլո մուրցի, բեղլու, մնացածը սազենա, վաղ արդեն կսարքենք կուտենք, այս 4-5 օրը շատ հիանալի անցավ, վաղը գնում ենք Երևան, շատ հաճելի էր այստեղ մնալը, բարի գիշեր։ Ես էլ են ինչ մնացել այս։